Ես հասկանում եմ եւ ընդունում եմ, որ դուք ուզում եք, որ ապահովեք ձեր երեխաներին, որ նրանք չունենան որևէ բանի կարիք։ Դուք ուզում եք ձեր ընտանիքի հոգսերը ինքնուրույն հոգալ։ Բայց հիմա խնդրում եմ ինձ բացատրեք, դուք նաև շատ ակտիվ աշխատում եք բարեգործական կազմակերպությունների հետ։ Դուք անընդհատ լինում եք մարզերում, երեխաներին բաժանում եք օգնություններ, այսինքն այդ ամբողջ աշխատանքը նաև ոտքի վրա եք անում։ Այսինքն մի բան, որը ձեզ հիմա հակացուցված է։ Այսինքն ձեր առողջությունը նաև անտեսելով փորձում եք օգնել ուրիշներին։ Տեսեք, շատ ես ընդունեցի ձեզ, ձեր խոսքերը հասկանալի են ինձ համար։ Ես ինչպես նշեցի, անգամ բժիշկը զարմացավ, հա, որ իր 35 տարվա փորձի մեջ ինքը այդպեսի բան չէր տեսել, որ մատ արարած է, որ կարող է այդ ոտքով լինի։ Ես ինքս էլ մեկ-մեկ ինձ վրա զարմանում եմ, բայց իրականում այո, ես կարողանում եմ։ Եվ այո, մենք մեր բառացանկից պետք է հանենք չլինելը, քանի որ պետք է այն ուժը, որ տված այ վիրուս մատահարածին եւ ամեն ինչի գլխավերում մատահարածն կանած, ամեն ինչ քո ձեռքերում է։